Մենք մեծանում ենք, բայց չենք ծերանում։ Ռոբերտ, 5 րոպեից ձկները բերում եմ, նախապատրաստական աշխատանքները տեղ ուշադիր։ Այդ համեղ ուտեստի հետ պետքա մի բաժակ խնձորի արախ խմվի տնական։ Կարող են ձեր հյուրասիրես։ Չկարողաց։ Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ Նունեի խոհանոցում։ Այս գարնանային գեղեցիկ օրը որոշել եմ մեր բակում շատ համեղ ուտեստ պատրաստել սիկ ձկով։ Առաջարկում եմ ձեզ նույնպես մասնակից դառնալ այս համեղ ուտեստի պատրաստմանը։ Մինչ սկսելը խնդրում եմ լայքեք տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս լայն տարածում ստանա եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե իհարկե դա դեռ չեք արել։ Ձուկ սիրողները, եթե պատրաստ են, ուրեմն սկսեցինք։ Մեր համեղ ուտեստի համար անհրաժեշտ է սիկ ձուկ, կարագ, սև պղպեղ, աղ, լիմոն, կծու պղպեղ, քաղցր պղպեղ, լոլիկ, սոխ, սամիտ, համեմ եւ թարխում։ Ռոբերտ, դու կարող ես արդեն կրակը վառել։ Հիմա ձկանը երկու կողմից կտրվածքներ ենք տալիս, որպեսզի համեմունքները լավ ներծծվեն։ Ձկների վրա երկկողմանի բացվածքներ արեցինք, հիմա անցնենք բանջարեղենի կտրատմանը։ Հերթը հասավ մեր գեղեցիկ լոլիկներին։ Սիրելի հետևորդներ, այսօր ապրիլի 27-ն է, մեր նկարահանումները 27-ին են կատարում, տեսեք ինչ լավ է, զարթոնք է ապրում մեր քաղաքը, ծառերը արդեն ծաղկել են, ամբողջովին տարածքը կանաչել է, Դիլիջանը մտել է իր իրական երանգների մեջ։ Մարդիկ շատ են բողոքում, որ Դիլիջանում հանգստանալը բավականին թանկ է, բայց սիրելի հետևորդներ, այս թթվածինը, այս մաքուր օդը անգնահատելի են։ Ռաֆուլ, ես գցի տատը բռնի։ Գցե։ Հիմա անցնենք մեր կիտրոնի կտրատմանը։
Սոխնալ կտրատում ենք եւ արդեն վերջացրինք մեր բանջարեղենների կտրատելը։ Ռաֆուլ օգնում է տատիկին։ Մեր Ռաֆայելը սեպտեմբերին դպրոց է գնալու արդեն։ Հիմիկվանից նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Տեսնենք լավ կսովորի։ Ռավ, ես վստահ եմ, որ դու շատ լավ սովորելու ես, հա? Արդարացնելու ես մեր վստահությունը։ Կարող ամեն օր ծնողքան չնա։ Հա, Ռաֆուլ։ Չէ, ինք շատ խելոք բալիկ է, երբ մեծացան մեր երեխեքը։ Մի ակնթարթում, հիմա արդեն մեր թորնիկներն է, արդեն մենք էլ մեծանում ենք, տարիները գնում են, բայց հոգով միշտ երիտասարդ ենք, սիրելի հետևորդներ, այնպես չի, որ մենք հանձնվում ենք, որ մեծանում ենք, ոչ, մենք միշտ հոգով երիտասարդ Մենք մեծանում ենք, բայց չենք ծերանում։ Այո, մեծանում ենք, բայց չենք ծերանում։ Մարդիկ պահանջում են, որ մենք միասին նկարահանենք, իսկ դու միշտ խուսափում ես տեսախցիկից։ Սիրելի հետևորդներ, շատ եմ համոզում իրան, որ գոնե գա մի փոքր զրույցի պատրաստելիս։ Չեմ խուսափում, չէ։ Հիմա արագացրեք, կրակը նստում է։ Միասին շատ հետաքրքիր է ստացվում։ Հիմա սիրելի հետևորդներ, մենք համեմում ենք ձուկը աղով եւ սև պղպեղով։ Դու ձուկ սիրում ես։ Ես։ Այո։ Հա։ Հա։ Հիմա որ խորովեցինք ուտելու ես։ Հա։ Դե տեսնենք։ Լոլիկը սիրում ես։ Լոլիկ։ Հա։ Այսօր կմնաս մեզ մոտ։ Հա, առանց մամայի։ Ձկան համեմելը նույնպես ավարտեցինք։ Ռոբերտ 5 րոպեից ձկները բերում եմ, նախապատրաստական աշխատանքները տեղ ուշադիր։ Կանաչիներից կտրատում ենք սամիթը եւ համեմը, իսկ թարխունը չենք կտրատելու։ Այս ծաղկունքի հոտին նաև ավելացավ թարմ կանաչու հոտը, կարծես արբեցնում է։ Հիմա սիրելի հետևորդներ, դնում ենք փայլատի թեղը, փայլատի թեղի վրա դնում ենք յուղաթուղթը, շարում ենք բանջարեղենը, որպեսզի ձուկը վրան դնենք։ Ինձ մոտ եւ կծու պղպեղ է եւ քաղցր պղպեղ է, այնուհետեւ սոխը, կանաչին, ձուկը դնում ենք բանջարեղենի վրա, մի փոքր կտոր կարակ ձկան փորի մեջ եւ թարխունը այսպես ամբողջությամբ, առանց կտրատելու։ Ժամ պահեք մի 25 րոպե։
Արդեն խորովել է, բավականին ժամանակ է։ Հիմա տանենք համտեսին։ Այդ համեղ ուտեստի հետ պետքա մի բաժակ խնձորի արախ խմվի տնական։ Կարող են ձեր հյուրասիրես։ Ողջույն, բարյախորժա։ Սիրելի հետևորդներ, բոլորի ընտանիքներում թող իշխի միշտ երջանկությունը եւ խաղաղությունը։ Չկարողացա։ Անմահական համոնը։ Վայ չուտող են։ Ավարտեցինք նկարահանումը։ Եկեք երեխեք։ Արդեն ազատ եկեք։ Այսօրվա համար այսքանը սիրելիներս, շնորհակալություն, որ ինձ հետ էիք, արդյունքում ստացանք գարնանային համերով և գույներով շատ համեղ ուտեստ, որը նաև շատ օգտակար է։ Առաջարկում եմ անպայման պատրաստել և մեկնաբանություններում գրել, տեսնեմ ինչպես է ստացվել ձեզ մոտ։ Չենք մոռանում լայքել տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս շատ տարածվի և բաժանորդագրվել իմ ալիքին։ Ձեզ հետ Նունեն է, կհանդիպենք։